Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Օրերս մայիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Մավր Մկրտչյանի մենահամերգը։ Համերգին հնչել են հոգևոր, ժողովրդական, աշուղական, հայրենասիրական, ֆոլկլոր եւ հեղինակային երգեր։ Եվ այսօր մեր տաղավարում հենց Մավր Մկրտչյանն է։ Բարի լույս։ Բարի լույս, Մավր։ Եվ քանի որ այսպեսի ազդարեցինք, այսինքն համերգն է եղել, ես առաջարկում եմ հենց սկսենք մեր զրույցը արդեն համերգային մի հրաշալի տարբերակով, հետո արդեն անցնենք բուն հարցերին։ Շատ լավ, նախ օգտվելով առիթից ուզում եմ բոլորի շնորհավորեմ Հայաստանի Առաջին Հանրապետության առիթով, սա երևի մեր հազարամյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր, հուսամ որ հետագայում մենք փորձենք ավելի պահել եւ զարգացնել մեր Առաջին Հանրապետության խորհուրդն ու այդ մեծ սիմվոլը։ Եվ ուզում եմ երգեմ մի երգ, որը ըստ իս հայ ամենաչկնաղ երգերից մեկն է Կոմիտասի Հայաստան երկիր դրախտավայրի մասին է խոսքը, ճիշտ էսպես ակաբելա մի քիչ կարելի ասել մի խոսքով Հայաստան երկիր դրախտավայր դու մարդկայնոց եղիս Իվեհանուն սիրտի մոհուշ ոգևորի ինոր խրախույս Իվեհանուն սիրտի մոհուշ ոգևորի ինոր խրախույս Եվ անցկարյաց իքեսուսան Ikes, huis imiai. Bravo. Շքեղ էր Մավր լուրջ եմ ասում։ Եվ ինչ որ բայց մոռացանք որ դա ակապելա է։ Այո։ Okay, եթե սա էս մի կատարում է այստեղ իսկ համերգին ես պատկերացնում ինչեր են եղել։ Իրականում ասեմ անկեղծ հրաշալի համերգ ստացվեց, հրաշալի ամեն ինչով, թե համերգային ծրագրի ընթացքով, թե հանդիսատեսով, թե հանդիսատեսի վերաբերմունքով մինչ այսօր կարելի ասել քաղում եմ այդ հետհամերգյան տպավորություններն ու կարծիքները սպասած շատ ավելի լավ եւ սա այն էր ինչ որ դու տարիների արդյունքում քրտնաջան աշխատում ես տալիս ես եւ ինչ որ միտեղ կա ստանում ես սա այն պահներ որ ես ստացա այս համերգով ինչի համար նախ առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուն որ այս ամեն ինչը ունեմ շնորհակալ եմ հանդիսատեսին որ այսքան
անկեղծ ու ջերմ էր, որը որ շուտով երբ որ մենք ավարտենք մոնտաժային եւ միքսային process-ը, կարծում եմ արդեն կտեսնենք ինչի մասին է խոսքը, ովքեր եղել են համերգին գիտեն, ովքեր չեն եղել արդեն հետ համերգյան նկարանումով կտեղեկանան։ Եվ այսպես ասեմ, սա իմ համար այն ազդակն է, որտեղ ասում են ժողովրդական երգ այսօր այդ կանել չեն լսում կամ հակառակը, բայց այսօր չէ։ Պահանջ կա, կարիք կա եւ սպառող կա, լսող կա ու շատ հետաքրքիր ու լուրջ հանդիսատես, ինչի համար արդեն կարելի է ամեն ինչ անել, պայքարել մինչեւ վերջ։ Այո, հանդիսատեսի վերջո ընկալում է եւ լսում է այն, ինչ որ մատուցվում է։ Այնպես որ եթե մատուցվում է ճաշակովը, գեղեցիկը, հանդիսատեսը այդ ամենն է լսում եւ ընդունում է եւ վայելում է։ Բացի քեզանից համերգի ընթացքում եղան էլի հյուրեր, թե միայն դու ես եւ վերջ։ Համերգի առաջի, այսպես ասած, հյուրը, բայց ինքը հյուր չէր, համերգի երաժշտական մասի ղեկավարն էր, մեր շատ սիրելի Գարեգին Նարաքելյան, կարծում եմ բոլորս գիտենք, ավելի շատ հայտնի կաթաբենդից։ Գարեգի հետ ունեցանք իր հրաշալի մի երգ ունի Լույս երկրով միասին երգեցինք իր երգը դուետ տարբերակով։ Այնուհետև կենտրոնական հատվածում ունեցանք մի ընտանեկան համար։ Երգում էի համատեղ զուգերգ կնոջս հետ եւ երգեց որդիս։ Եվ տարեկանը նոր լրացած որդիս երգեց հորովելը կնոջս հետ զուգերգ եւ նաեւ հետաքրքիր անակնկալներից մեկը համերգի վերջում էր, երբ դահլիճից բարձրացավ Ռոբերտ Ամիրխանյանը բեմ եւ մայստրոյի հետ միասին երգեցինք Երազի իմ երկիր երգը իր նվագակցությամբ, դա մի անմոռանալի իմ համար էլ դա շատ անկեղծ այդ պահի զգացողություններ, որ հիշում եմ, շատ անմոռանալի մի համար էր։ Իսկ ծրագրում ընդհանուր առմամբ ինչ երգեր եք առանձնացրել եւ ծրագիրը կազմելիս արդյոք հեշտ էր կողմնորոշվել, որոնք ներառել, որոնք բացառել։ Երևի ամենադժվար գործերից մեկն է եղել ծրագիր կազմելը, որովհետեւ խնդիրը միանշանակ չէր, իմ մոտ խնդիրը այսպես էր, նախ համերգի խորագիրներ կանչ Հայաստան եւ իմ խնդիրն է այստեղ հայոց տունը իր երգերով, որովհետեւ հայոց տունը Հայաստան երգերը մենակ ժողովրդական երգը չի, աշխուհական երգը չի կամ ֆոլկլոր կամ այսինքն այս ամբողջական տարբերակն է Հայաստան երգը եւ ես փորձել եմ հնարավորինս բազմաժանր համերգային ծրագիր ներկայացնել, սկսած հոգևոր երգերից, ասեմ հնչեց Ամեն հայր սուրբը Մադրու երգչախմբի եւ Լարայինների հետ, հրաշալի արձագանք ստացավ, Ամեն հայր սուրբը կարծում եմ բոլորս ավելի շատ հայտնի է պատարագում են շատ լսել, մենք համերգային դահլիճ բերեցինք այդ երգը եւ կարծում եմ հրաշալի էր ամեն ինչ։ Հոգևորից սկսած մինչև հեղինակային ժամանակակից կամպաստրական նաև հեղինակային երգեր եւ այս ամեն ինչի մեջ իմ խնդիրն էր ամփոփել հայ երգի իմ տարբերակը, բնականաբար ծաղկակաղ անել եւ մի համերգում հնարավոր չէ, շատ այնքան մեծ է հայ երգը իր բազմատարրությամբ ու շատ լայն այս ստեղծագործական վիճակներով, որ հնարավոր չի մի համերգում ընդգրկել շատ բաներ, բայց փորձել ենք հնարավորինս դրալ ժանրային ինչ-որ վառ երգերից մեկ ինչ-որ ընդգրկել։ Եվ կարծում եմ այդ մասով էլ նաև հրաշալի էր, որովհետև երբ որ դու տարբեր բան ես լսում, չես լսում մենակ, ասենք, ժողովրդական, աշխուհական կամ, այսինքն տարբեր ժանրային մոտեցումներ է լինում, նաև հանդիսատեսի համար էլ է դա հետաքրքիր։ Համերգը եղավ ավարտվեց, հաջորդ թիվին չէ լինելու ավար։ Հաջորդիվ անկեղծ ասած շատ ցանկություններ կա, շատ են գրել, խնդրում ենք կրկնեք համերգը եւ այսպես։ Այս պահին մտածում ենք կրկնենք թե չէ, բայց հավանաբար կկրկնենք աշնանը, լրացուցիչ կասենք, քանի որ արձագանքները եւ այդ շատ մեծ էր։ Շատ մարդիկ կային, որ չէին ստացվել, չէր եկել, շատ մարդիկ կային, որ չէին պատկերացնում ինչի մասին է խոսքը եւ կարծում եմ, որ կգնանք դեպի համերգը աշնանը կրկնելուն։ Կան նոր մի քանի երգեր, որ աշխատում եմ մինչ սեպտեմբեր ու սեպտեմբերից հետո էլի պարբերաբար կներկայացնեմ, հիմա չեմ ուզում խոսել երգերի մասին, ու կան նաև համերգի առաջարկներ արտերկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս պահին քննարկում ենք, Ռուսաստանում կլինեն համերգներ, երևի հավանաբար աշնանը կանենք Ջավախքում,
եւ նաեւ Հայաստանում, այսինքն զարգացնելու եմ թե համերգային գործունեությունը, թե նաեւ երկերի, մի քանի նոր երկերի տեսահոլովակի տեսքով կամ հենց այնպես ներկայացնելը։ Արտերկրում երբ մենահամերգ է կազմակերպվում, բավական մեծ թիմ է աշխատում մենահամերգ իրականություն դարձնելու համար, մեզ մոտ Հայաստանում այդ մեծ թիմը փոքրանում է եւ այսպես շատ փոքր թվով շատ մեծ աշխատանք է արվում։ Ինձ հետաքրքիր է դուք բարդություններ զգացել եք մենահամերգը կազմակերպելիս, թե հարթ է ընթացել։ Նայեք, ես այս նախորդից առաջ ունեցա ամենահամերգ Լոս Անջելեսում 2023 թվականին։ Այսպես ասեմ, երբ որ արտերկրում է համերգի կազմակերպիչները կան կազմակերպիչներ, որ քեզ զբաղվում են, քո համար շատ ավելի հեշտ է, որտեղ դու զբաղված ես մենակ քո փորձերով, քո ծրագրի եւ գեղարվեստական մասով։ Այս առումով այնտեղ շատ հեշտ էր իմ համար։ Ինչ համար շնորհակալ եմ նաեւ իմ արտերկրի մասնավորապես ARTN հեռուստաընկերության կազմակերպած ամենահամերգին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ 23 թվականին, էլի մի հրաշալի համերգ իր հրաշալի արձագանքներով։ Այստեղ մի փոքր ավելի բարդ էր, որովհետև բազմաթիվ խնդիրների մեջ ես դու սկսում հայտնվել, անկախ նրանից, որ մեծ թիմ է աշխատում քո հետ, անկախ նրանից, որ կան եղբայրս կողքսեր բոլոր հարցերով ինքներ հիմնականում զբաղվում, բայց ուզես չուզես շատ տարբեր հարցերի մեջ, ոչ նաև երաժշտական ստիպված ես լինում դու ինքդ մասնակցել, եւ այդ առումով այստեղ ավելի բարդ էր, քան արտերկրում, բայց երկու դեպքում էլ իմ հետ աշխատել են հրաշալի թիմ, հրաշալի մարդիկ, անկեղծ նվիրված իրենց գործին եւ ինձ, ինչի համար անկեղծ շատ շնորհակալ եմ։ Շատ լավ է, եւ մենք էլ քեզ ենք շնորհակալ, որ այս գեղեցիկ ու հրաշալի հնարավորությունը տվել ես հանդիսատեսին, որոնք կարծես թե չեն հագեցել այդ երեկոյով եւ եւս մեկն են պահանջում, այնպես որ հուսանք որ աշնանակ իրականացնենք այդ եւս մեկ համերգը եւ այդ տրամադրությունը նորից ու նորից կլինի բոլորիս համար։ Ավելի շնորհակալություն քեզ, որ այս առավոտ մեր հյուրն էր։ Ուզում ենք քեզ նվիրել Արևբացիկ, որտեղ ներառված են հայտնի երգերից ֆրազներ, այս մեկը Հայկոյի երգից է ու խաչվեցին մեր հայացքները։ Սա կնվիրես Շնորհակալություն կնոջը ծաղիկների հետ միասին եւ համոզված ենք որ տրամադրությունը շատ բարձր կլինի։ Դե նաեւ այս երեկոն էլ կարող եք միասին վայելել Իջևանի Սափոր սպիտակ գինին, որը հաճելի համադրություն է ամառային զոհի։ Իմ սիրած գինին է, շնորհակալություն։ Մենք միշտ վրաս գրավում ենք մեր հյուրերի սիրելի գինիներ, այնպես որ ձեզ հաճելի օրվա շարունակություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։